Սիրելիներս ողջույն, այսօր պատրաստելու ենք կարմիր ոսպով հաց։ Ես մի անգամ փորձել եմ ու շատ հավանել եմ, ուզում եմ այսօր ինքս պատրաստել։ Շատ հեշտ է պատրաստվում, այսա միասին կսարքենք, 2-3 շաբաթ ուզում եմ առողջարար սնվել։ Մի փոքր դիետիկ, բայց սահմանափակումներ չկան, ամեն ինչ կարող եմ ուտել, ուղղակի մաքսիմալ առողջարար։ Դրա համար ինձ համար մի փոքրիկ մենյու եմ կազմել։ Այս մենյուից միայն ես եմ օգտվելու, ընտանիքիս անդամները չեն ուտելու։ Հիմա ես այստեղ Երևանից ոսպ ունեմ թրջած, գիշերը թրջել եմ, թողել եմ, բայց այս ոսպը պետքա մի լավ լվանալ, մի 3 ջուր, լավ լվացել եմ, հետո տաք ջրով թրջել եմ ու թողել եմ ամբողջ գիշեր։ Հիմա ես սա քամեմ ու վերադառնամ։ Երեք գտալ հունական մածուն։ Համեմունքները թողնում եմ ձեր ճաշակին։ Ըստ ձեր ճաշակի կարող եք լցնել։ Ես լցրեցի կարմիր եւ սև պղպեղներ։ 3 ձու սիրելիներս։ Վարսակի փաթիլներ 40 գրամ։ Ես մոտավորապես կլցնեմ 4 գտալ։ Մեկ սաղեր գտալ սոդա, որը ես կբացեմ մի փոքր քացախով, մի գտալ քացախ փոքրիկ էստեղ կավելացնեմ, որպեսզի սոդան մարեմ, կավելացնեմ այստեղ։ Նաև 50 մլ ձիթայուղ։ Մի հատ լավ խառնենք, հետո հարենք հարիչով։ Մասան արդեն պատրաստ է, ինձ մնում է լցնել տարայի մեջ, հաց թխելու եմ, սիրուն երկար ամաներից չունեմ, այսինքն ունեմ շատ ավելի մեծ է, իսկ իմ մասան հիմա քիչ է, թուղթ մի փոքր չգիտեմ թե ինչքանով է հարմար ես տարած, հուսով եմ լավ կստացվի։ Վերջում վրան թողում ենք մի ճաշի գտալ ձիթայուղով, ավելացնում եմ արևածաղկի սերմեր և դնում ջեռոց։ Թխում ենք 180 աստիճանի տակ։ Մինչ հացը կթխվի, ես անցնեմ դդումի սուպի պատրաստմանը։ Ասեմ, որ այս անգամ ոչ լոլիկ է լինելու, ոչ էլ լոլիկի մածուկ։ Ընդհանրապես ուզում եմ, որ դիետիկ լինի։ Ընդհանրապես լինելու է դդում եւ գազար, անգամ կարտոֆիլ չեմ գցելու մեջը։ Դե հիմա մի հատ արագ կտրատենք սա։ Ովքեր շատ խիստ դիետայի մեջ են, նրանց համար էլ է սա շատ լավ տարբերակ։ Ձեռքերս դեղնեցինք։ Տեսեք, ես այստեղ կարող էի կարտոֆիլ լցնել նաև, որով շատ ավելի համեղ կլիներ այս սուպը, բայց քանի որ կարտոֆիլը ինքը ամբողջովին կրախմալ է, իսկ ես որոշել եմ այսօր դիետիկ սնվել, դրա համար չեմ ավելացնում ստեղ, բացի դրանից, եթե օրգանիզմում կան մարսողական խնդիրներ, եթե ձեզանից որևէ մեկ ինձ թվում է մեծ մասը կունենան այդ խնդիրը։ Կարտոֆիլը ուտելուց հետո փորձեք, եթե ձեր մոտ առաջանում է վքրածություն, ուրեմն ձեր օրգանիզմում ամիլազան պակաս է, իսկ ամիլազան ամենագլխավոր բաներից մեկն է, որ սնունդը մարսվի, ու եթե դա պակասում է, դուք կրախմալը
չեք մարսելու։ Հեչ եղել է, որ առավոտյան արթնանում եք նորմալ փորվեք, երեկոյան այսենց հղիի պես փորուն եք արդեն։ Այդ ամբողջը գազով ա լցված։ Դրա համար ուտելիքների հետ սիրելիներս փորձարկումներ արեք ու ուշադրություն դարձրեք, որ ուտելիքից հետո ձեզ ինչպես եք զգում, այդպես կհասկանաք, որ ուտելիքն է ձեզ ավելի հարմար լինում։ Եթե ձեր օրգանիզմում ամիլազայի պակաս կա սիրելիներս, ուրեմն դուք չեք կարողանալու նորմալ մարսել ուգլևոդները։ Դրանք են հացը, հացաբուլկեղ են, այսինքն կարտոֆիլը, մրգերը դժվար է մարսվելու ու աղիքների մեջ sense թափառելու են, լինելու են կերակուր պաթոգեն բակտերիաների համար, որոնք իրենց հերթին նույնպես գազեր են արտահանում ու այդ գազը այտենց ձեզ փքվածնում է, լինում են դեպքեր վնաս է հասցնում մյուս օրգաններին, դրանից կարող են առաջանալ նաև ուշադրություն գրիժաններ, կարող է առաջանալ արտրոզ, մի խոսքով, եթե կցանկանաք այս թեմայով ավելի խորանամ, գրեք կոմենտներում։ Այստեղ ես դրել եմ յուղ սիրելիներս, քանի որ զեյթունի ձիթայուղ չեմ սիրում, դրա համար մաքուր յուղով եմ պատրաստում։ Եթե դուք սիրում եք զեյթունի ձիթայուղը, այդպես արեք։ Ու ընդհանրապես, եթե դիետիկ չի այս ճաշը ձեզ համար, սկզբում սա կարող եք տապակել մի փոքր ձիթայուղի մեջ, հետո նոր էփել, շատ ավելի համով կստացվի։ Բայց քանի որ ես դիետիկ եմ պատրաստում, ես այդ պահը բաց կթողնեմ եւ մի անգամից կեփեմ։ Ինձ թվաց շատ է, սրանք չկտրատեցի, բայց հիմա սա էլ կավելացնեմ ստեղ։ Կավելացնեմ մի փոքր աղ, սև պղպեղ, երկու բաժակ ջուր ու կդնեմ մարման տրակին եփվելու։ Ամուսնուս ու երեխեքի համար խոզի միս ու սպագետի տոմատի սոուսի մեջ, քանի որ իրանք տենց բաներ չեն ուտում, իրանց համար սենց պատրաստ լինի։ Եկեք հացը ստուգենք, ես թվում է արդեն պատրաստ պետքա որ լինի։ Մի քիչ էլ երևի։ Սիրելիներս, համսուպն է արդեն պատրաստ։ Համել հացը մեզ մնում է միայն փորձենք ու տեսնենք, թե ինչպես է ստացվել։ Եկեք լցնենք, համ տեսենք, բայց իմ սուպի գաղտնիքը հիմա ձեզ կասեմ։ Ինչու է իմ սուպը այդքան համով, ինչն է այդքան համ տալիս։ Եկեք մի հատ այսպես համը տեսնեմ առանց կարտոֆիլ ու առանց տոմատի մածուկի ինչ համ ունի, որտեվ ես առաջին անգամ եմ սենց պատրաստում։ Հետո կասեմ ինչ պետք է ավելացնեք, որ ձեր սուպը դառնա յուրահատուկ համով։ Բավականին համեղ չէի սպասում։ Հիմա եկեք իմ գաղտնիքն ասեմ համեղության։ Ես այստեղ ավելացնում եմ մի շատ կարևոր բաղադրիչ, համեմի աղացած սերմեր։ Դուք չեք պատկերացնում, թե սա ինչ համ է տալիս սուպերին։ Կզարդարեմ եւ կհամեղացնեմ նաեւ համեմի տերևներով։ Ու ամենավերջում ինչ եմ ես այստեղ լցնում, որ վերջնականապես համը դառնում է անկրկնելի։ Գուդա պանիր, բայց սուպը պետքա լինի շատ տաք վիճակում, որպեսզի այն հասցնի հալվի ու ընթացքում ուտելու ծորա։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ համեղություն է սա ստացվում։ Շատ խիստ դիետայի դեպքում լավ կլինի հրաժարվեք պանիրից եւ ցանկացած տեսակի համեմունքներից։ Հիմա կտրենք, տեսնենք, թե հացը ինչպես է ստացվել։ Անհամբեր եմ տեսնել ինչ համ ունի։
Օ, հələ տեսեք ինձ սիրուն տեսք ունի։ Եկեք կտրենք։ Երևի մի ժամից ավել թխվել է երեխեք 180 աստիճանի տակ։ Մտածում էի արդեն կվառվի այնքան շատ թխվեց, բայց չէ։ Մի փոքր էլ սպասենք, պանիրը հալվի ու արդեն կարելի է, տեսեք արդեն սկսում է հալվել, կարելի է փորձել։ Մոռացա սկզբում խառնեմ, նոր դնեմ կողքի, թե չէ արդեն հալված կլիներ։ Ժակիս կանչեմ, գա միասին փորձենք։ Տակս Արի փորձենք իրար հետ։ Արի դու մամայի ընկերուհին ես։ Մի հատ տեսեք, թե ինչ սիրուն տեսք ունի։ Արի հլը, բարձրացի։ Ոչիկոն մոմ։ Երեք մենք Ժակլինի ականջները ծակել ենք, վերջապես մենք համոզել ենք այս սիրունիկին, որ ինքը էլ ավելի կսիրունանա պուպուշ ականջողերով, հլը տեսեք, սիրուն սազումա չէ։ Հավանում ես։ Շատ սիրունացել ես այդ ականջողերով։ Մաման հրատես ինչ նոր տեսակի հաց է թխել։ Փորձեք։ Չէ, սպասի ապսել տա։ Անկեղծ կասես, հավանում ես, թե չէ։ Լավ։ Լեկեր։ Մի հատ էլ մամայի եփած սուպից պետք է փորձես։ Ես գիտեմ, որ ինքը չի սիրում դդումի սուպ, բայց մամայի խաթրից դուրս չի գա, չէ։ Մի փոքր կփորձես, չէ։ Կարող է այս անգամ հավանես, ուրիշ ձև եմ պատրաստել։ Լրիվ ուրիշ ձև։ Մի հատ, մի փոքր, հավանեցիր հացը։ Իրոք։ Մի հատ էլ ճաշիկից ու վсё։ Շատ եմ խնդրում, այ այսքան։ Մի փոքր։ Հələ տեսեք ինչ լավ հոլվել է պանիրը։ Պանիրով եմ սարքել, քո սիրած։ Ու հիմա սա գիտեք ինչպես ենք ուտում երեխեք ջան։ Այսինքն վերցնում ենք այս հացը։ Այսինքն տնավարի պոկում ենք, այսինքն ենք անում, սենց տնավարի, սենց ակրոբատիկ շարժումներով ամբոշխնում ենք։ Անտիր, մի գրամ չեմ չափազանցնում, շատ համով է, հատկապես այս հացով։ Ես գնամ վայելեմ, դուք էլ գնացեք, դուք էլ պատրաստեք։ Սպասելու եմ ձեր մեկնաբանություններին, ով պատրաստեց, չեկավ ու կոմենտներում չգրեց, որ համով էր կամ համով չէր, հանելու եմ իմ բաժանորդների ցանկից, նայեք հա։ Իսկ վերջում որպես դեսերտ առաջարկում եմ եփված խնձոր դարչինով։ Դուք չեք էլ պատկերացնի, թե այն ինչ մեծ օգուտ կարող է բերել ձեր մարսողական համակարգին։ Խնձորը եփվելուց չի կորցնում իր օգտակար հատկությունները եւ նրա մեջ պահպանվում են մի շարք օգտակար վիտամիններ, օրինակ վիտամին A, B1, B2, B3, B6, B9, վիտամին E, C, H, PP եւ միներալներ՝ կալիում, մագնեզիում, յոդ եւ երկաթ։ Այն դյուրամարս է եւ օգնում է նաեւ փորկապությանը։ Դարչինն իր հերթին հարուստ լինելով հակաօքսիդանտներով, այն ամրացնում է իմունային համակարգը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, կարգավորում խոլեստերինը եւ ունի հակաբորբոքային հատկություններ։ Կանոնավոր օգտագործումը բարելավում է մարսողությունը, հիշողությունը եւ նպաստում է քաշի կորստին, ճնշելով քաղցի զգացումը։ Մեր համեղ դեսերտն արդեն պատրաստ է։ Փորձենք։ Կոմենտներում գրեք ելով ասիրում, ես գժվում եմ այս դեսերտի համար։ Լավագույն դեսերտ է երեխեք։ Շատ համեղ է։ Դուք էլ եք սիրում։ Լավագույն հատկությունը, որ եփված խնձորն իր մեջ ունի, դա պեկտինի բարձր պարունակությունն է, որը օրգանիզմում աշխատում է ինչպես փափուկ սորբենտ, այսինքն փափուկ ձևով մաքրում է աղիքները, կապում է տոքսինները եւ օգնում է կարգավորել միկրոֆլորան։ Ինչքան լավ հատկություններ ունի, գիտեիք այդ մասին։ Ուտելուց հետո անպայման կերեք եփված խնձորը։ Դա կօգնի ձեզ հեշտ մարսել ուտելիքը։ Ձեր վաղվա մենյուն արդեն պատրաստ է։ Հոգ տարեք սիրելիներս ձեր մասին։
Ես գնամ վայելեմ իմ դեսերտը, իսկ եթե դուք նոր եք իմ ալիքում, չմոռանաք բաժանորդագրվել, որովհետև լիքը լավ վիդեոներ ունեմ։